Բարև ձեզ սիրելի երկրորդ դասարանցիներ, շարունակում ենք դասապատրաստման աշխատանքները։ Մաթեմատիկայից այսօր մենք կանցնենք եռանիշ թվերի համեմատումը։ Երեխաներ, եռանիշ թվերի համեմատումը նման է երկնիշ թվերի համեմատմանը։ Պարզապես այստեղ կարգերն են ավելանում։ 238-ը փոքր է 240-ից, ինչպես նաև 237-ը փոքր է 240-ից։ Կարդանք 235, 236, 237, տեսեք կարմիրով է նշված, հետո 240, 241, 242, նկատում ենք, որ 237-ը ավելի շուտ է հանդիպում, քան 240-ը, երկու թվերից փոքր է այն, որը հաշվելիս շուտ է հանդիպում։ Մենք հիմա դասագրքում կկատարենք բանավոր առաջադրանքները, իսկ գրավորները կկատարենք աշխատանքային տետրում։ Առաջադրանք 316-ը ամբողջացրու պնդումները եւ դրանք հիմնավորիր երկուական օրինակով։ Երկու թվերից մեծ է այն, որը հաշվելիս ուշ է հանդիպում։ Օրինակ 310-ը եւ 350։ 350-ը հաշվելիս պետք է 310-ից հետո հաշվենք, մինչեւ հասնենք 350-ը, նշանակում է 350-ն է մեծ։ 200 եւ 205, եթե համեմատենք, 205-ը մեծ է, որովհետև ավելի ուշ է հանդիպում։ Երկու թվերից փոքր է այն, որում հարյուրյակները քիչ են։ 215, 315, 200-ը 300-ից փոքր է, նշանակում է 215-ը նույնպես փոքր է 315-ից։ Եռանիշ թվերից մեծ է այն, որում հարյուրյակները շատ են։ Նույն ձևով 900-ը մեծ է 800-ից, 700-ը մեծ է 500-ից եւ այլն։ Առաջադրանք 318, շարունակելով միմյանց, ասեք հինգական թիվ, որոնք գտնվում են տրված թվերի միջև։ Օրինակ 73-ի եւ 83-ի միջև գտնվում են 74, 75, 76, 77, մինչև հասնենք 83 թիվը։ Ցանկացած 5 թիվ, որոնք գտնվում են 73 եւ 83 թվերի միջև, կարող եք գրել կամ կարող եք հաշվել, նկատի առնելով, որ սկսելու եք 74-ից, վերջացնելու եք մինչև 82-ը։ Նույն ձևով կատարում եք հաջորդ համարները։ Առաջադրանք 319. Ըստ պատկերի վրա գրված տվյալների պարզիչ թե որքան ընկույզ ունի նապաստակներից յուրաքանչյուրը։ Կանաչ պարկը հարյուրյակներն են, կարմիր պարկը տասնյակները, իսկ կապույտ պարկը միավորները։ Առաջին նապաստակն ունի 1 հարյուրյակ, 2 տասնյակ, 1 միավոր, այսինքն 121։ Հաջորդ նապաստակը, երկրորդ համարի նապաստակը ունի 2 հարյուրյակ, 2 տասնյակ, 2 միավոր, այսինքն 222։ Եվ երրորդ նապաստակն ունի 3 հարյուրյակ, 2 տասնյակ, 4 միավոր, այսինքն 324։ Իսկ հիմա կատարում ենք աշխատանքային տետրի առաջադրանքները։ Առաջադրանք 314-ը պետք է համեմատենք թվերը դնելով մեծի, փոքրի կամ հավասարման նշան։ Այս առաջադրանքը շատ թեթև ու հեշտ է, դուք ինքնուրույն կկատարեք։ Հաջորդ առաջադրանքը 315-ը, հետևելով դասագրքում բերված օրինակին, ըստ նկարների կազմեք անհավասարություն։ Տեսեք։ 1 հարյուրյակ, 2 տասնյակ, 4 միավոր, 124, 2 հարյուրյակ, 2 տասնյակ, 4 միավոր։ Թվերը կազմելուց հետո համեմատում ենք, 124-ը փոքր է 224-ից, 304-ը մեծ է 204-ից, 226-ը մեծ է 224-ից, 232-ը փոքր է 332-ից, 410-ը մեծ է 404-ից։ Առաջադրանք 317-ը համեմատում ենք հետևելով դասագրքում Անիի բերած օրինակներին։ 224-ը մեծ է 126-ից, քանի որ 2 հարյուրյակը 1 հարյուրյակից մեծ է։ 360-ը փոքր է 364-ից։ Ուշադրություն դարձրեք այս անհավասարությանը։ 3 հարյուրյակ ձախ կողմում, 3 հարյուրյակ աջ կողմում, 6 տասնյակ ձախ կողմում, 6 տասնյակ աջ կողմում։ Մնում է համեմատել միավորները։ Փոքր է այն թիվը, որի միավորը փոքր է։ 0-ն փոքր է 4-ից, նշանակում է 360-ը փոքր է 364-ից։
208-ը հավասար է 208-ին։ Նույն ձևով մեկնաբանելով կատարում ենք հաջորդ առաջադրանքը։ Սա մաթեմատիկական խաչբառ է երեխաներ, որը կարելի է շատ հեշտությամբ կատարել։ 6 անգամ 0 հավասար է 0, շղթայաձև գնում ենք, 0-ին գումարած 2 հավասար է 2, 6-ը բաժանած ոչ թվին 3-ին հավասար է 2-ի, 12-ը բաժանած 2-ի հավասար է 7-ի։ Այս վարժությունները երեխաներ շղթայաձև հաճույքով դուք կկատարեք, որովհետև ես գիտեմ, որ դուք աղյուսակը շատ լավ եք սովորել եւ հեշտությամբ կկատարեք այս առաջադրանքը։ 320 համարը կատարելու համար դուք պիտի որոշեք աստղանիշի փոխարեն ինչ թվանշան պիտի դնել։ Որոշելուց հետո նաև գրառում եք ներքևում 54-ին գումարած 37 հավասար է 91-ի, 36-ին գումարած 28 հավասար է 64-ի, չենք մոռանում տասնյակները ավելացնել, 45-ին գումարած 28 հավասար է 73-ի, 81-ից հանած 27 հավասար է 54-ի։ Կատարում ենք 321 համարը։ Ըստ նկարի տվյալների պետք է հաշվենք կապույտ եւ կարմիր ժապավենների երկարությունները, իմանալով, որ կանաչ ժապավենը 70 սանտիմետր է։ Տրված է կանաչ ժապավենի երկարությունը, որը 70 սանտիմետր է, իսկ կապույտը 22 սանտիմետրով կարճ է կանաչից։ Եթե կանաչը 22-ով երկար է, ապա կապույտը 22-ով կարճ է։ Դրա համար 70-ից հանում ենք 22 եւ ստանում ենք 48 սանտիմետր։ Դա կապույտ ժապավենի երկարությունն է։ Իսկ կարմիր ժապավենը կապույտ ժապավենից երկար է 35 սանտիմետրով։ Կապույտ ժապավենի երկարությանը 48 սանտիմետրին կգումարենք 35 սանտիմետր եւ կստանանք 83 սանտիմետր։ Սա էլ կարմիր ժապավենի երկարությունն է։ Խնդիրը երեխաներ, 322 համարի խնդիրը։ Նկարում մեղու է, պետք է հաշվենք, թե մեկ մեղուն քանի ոտք ունի։ Ընդհանրապես երեխաներ միջատներն ունենում են 6 ոտք։ Մեղուն նույնպես ունի 6 ոտք։ Պետք է հաշվել, թե 6 մեղուն քանի ոտք ունի։ Այստեղ էլ մի հետաքրքիր տեղեկություն, մայիսի 20-ը մեղուների միջազգային օրն է։ Պետք է պահպանել մեղուներին, որովհետև նրանք օգնում են մարդկանց, մեղր են պարգևում, որը շատ առողջարար է եւ բուժիչ հատկություններ ունի։ Խնդիրը համառոտագրենք։ 1 մեղուն 6 ոտք, 6 մեղուն հարցական ոտք։ Որպեսզի իմանանք 6 մեղուն քանի ոտք ունեն, պետք է 6-ը բազմապատկենք 6-ով ու կստանանք 36 ոտք։ Պատասխան 36 ոտք։ 323 համարի առաջադրանքը կատարելու համար մենք պետք է հաշվենք արտահայտությունների արժեքները, հետո համապատասխան թվերի տակ տեղադրենք տառերը։ 9 անգամ 9 հավասար է 81, 15-ը բաժանած 3-ի հավասար է 5-ի, 50-ը բաժանած 5-ի հավասար է 10-ի, 6 անգամ 6 հավասար է 36, 9 անգամ 6 հավասար է 54, 9 անգամ 8 հավասար է 72, 6 անգամ 7 հավասար է 42, 56-ը բաժանած 7-ի հավասար է 8, 8 անգամ 8 հավասար է 64 եւ 3 անգամ 7 հավասար է 21։ Այժմ համապատասխան տառերը տեղադրենք, 81-ի տակ գրում ենք հ, 36-ը օն է, 54-ը կն, 5-ը ան, 2 անգամ է 5-ը կրկնվում, 8-ը տնը, 64-ը ռն, 10-ը ուն, 72-ը թն, 21-ը յն եւ 42-ը ն։ Ստացվում է հոգատարություն բառը։ Եվ ամենավերջում լրացնում ենք վանդակները, ուզում եմ այստեղ ուշադրություն դարձնեք երեխաներ, շղթայաձև վարժություն է 50 գումարած 20-ի փոխարեն ներքևում կարող եք 20-ին գումարել նրանց գումարը 70։ Երկու դեպքում էլ կստանանք նույն թիվը 50 գումարած 20, դրա փոխարեն 70 տեղադրենք, 20-ին գումարած 50 հավասար է 70, 79-ին էլ գումարած 20 հավասար է 90, կամ կարելի ավելի հեշտությամբ 20-ին միանգամից գումարել 70, որը 50 եւ 20 թվերի գումարն է, եւ կստանանք 90։ Նույն ձևով կատարում եք մյուսները։ Այսօր էլ այսքանը, կհանդիպենք հաջորդ դասին։ Ցտեսություն։